Որպեսզի ամբողջական պատկեր ունենանք, թե ինչ է կատարվում միգրացիոն աշխարհում, պետք է նաև թվերի լավ ծանոթ լինել։ Այսպիսով, շատերն ասում են, թե Թրամփը չափազանց կոշտ քաղաքականություն է որդեգրել արտաքսումների հարցում։ Սակայն առայժմ այդ թվերը մոտ էլ չեն նախկինում կատարվածներին։ Ահա պաշտոնական տվյալներով արտաքսումների ընդհանուր պատկերը վերջին մոտ 30 տարվա ընթացքում ըստ Միացյալ Նահանգների նախագահների պաշտոնավարման տարիների։ Սրանք միայն պաշտոնական արտաքսումներն են եւ չեն ընդգրկում երկիրը կամավոր լքողների քանակը։ Այսպիսով, արտաքսումները ըստ նախագահների. Բիլ Քլինթոն, որը պաշտոնավարել է 1993-ից 2000 թվականներին, մոտ 827,000 մարդ է արտաքսվել միայն դատարանների որոշմամբ։ Ջորջ Բուշ կրտսեր 2001-ից 2008 թվականներին է պաշտոնավարել։ Մոտ 2 միլիոն մարդ է արտաքսվել, արտաքսումները կտրուկ աճել են 9-11-ից հետո։ Բարակ Օբամա 2009-ից 2016 թվական, մոտ 3,2 միլիոն մարդ եւ գագաթնակետը եղել է 2013 թվականը, երբ մեկ տարում 438,421 մարդ է արտաքսվել։ Դոնալդ Թրամփի առաջին պաշտոնավարման ընթացքում 2017-ից 2020 թվականներին 1 միլիոնից քիչ մարդ է արտաքսվել, միջինը շուրջ 250,000 մարդ տարեկան։ Ջո Բայդենի պաշտոնավարման ընթացքում 2021-ից 24 թվականներին մոտավորապես 1,4-ից 1,5 միլիոն մարդ է արտաքսվել։ Կավարկած, որ Քլինթոնի օրոք 12 միլիոն արտաքսում է եղել։ Որոշ հանրապետական գործիչներ, օրինակ Թեդ Քրուզը, պնդել են, թե Բիլ Քլինթոնի օրոք արտաքսվել է մինչև 12 միլիոն մարդ։ Սա իրականությանը չի համապատասխանում, քանի որ ներառում է նաև կամավոր վերադարձածները, այսինքն նրանք, ովքեր հեռացել են Միացյալ Նահանգներից առանց որևէ դատարանի որոշման։ Բայց պաշտոնական արտաքսումների թիվը ըստ Միացյալ Նահանգների ներքին անվտանգության նախարարության մոտ 827,000 մարդ է։